Ես այնքան ինձ մեղավոր զգացի ուրիշների մեղքի համար, որ Աստված որոշեց ցույց տա, թե որն է իսկականից մեղավոր լինելը։ Դու իմ համար Հայկին ավելի մոտ լինելու միակ հնարավորությունն ես։ Չնայած եթե Հայկ անգամ չների ինձ, դու իրեն մասնիկն ես։ Դու իմ ու իրա սիրո մեծ պտուղն ես։ Բայց ես չգիտեմ համարձակություն ունենալու եմ քեզ լույս աշխարհում, թե չէ։ Վախենում եմ մտահավորը։ Ես պատրաստ չեմ։ Բայց մի Ժառանգա Ադամյանների տանը մեծան է։ Էլ չեմ խոսում Վրամի ու Արմոյի մասին։ Այդ երեխան երջանիկ չի լինելու, ավելի շատ տառապելու է։ Ես հասկանում եմ, որ ճիշտ այն կլինի, որ ինքը չծնվի։ Բայց մի կողմից էլ ես չեմ կարողանում մտածել այն մասին, որ ես պիտի գնամ ու սպանեմ իմ մի մասնիկին։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Եթե սպասում ես, որ պիտի սրտաճմլիկ տեքստեր ասեմ մեղք գործելու, մարդասպանության կամ այլ թեմաների մասին, ասեմ, որ այդպես չեմ անել։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ օգնություն ես ակնկալել, որ եկել ես այստեղ, միգուցե հոգեբանական աջակցություն, որ հրաժարվես արհեստական ընդհատման միտքից։ Նարե, ճիշտ հասկացի, ուղղակի սա այն թեման է, որ ոչ ոքի կարծիքը կարևոր չի բացի քոնից։ Դու ես այդ երեխային ունենալու։ Դու պիտի հասկանաս, կարող ես կրել այդ պատասխանատվությունը, թե չէ, պատրաստ ես, թե չէ։ Հա, շատ աղջիկների երազանքն է մայր դառնալը, բայց դա հրաշալի է միայն այն դեպքում, երբ դու պատրաստ ես։ Ես այս թեմայով հաստատ լավագույն խորհրդատուն չեմ կարող լինել։ Բայց եթե վերջնական այդպիսի որոշում կայացնես, միայն կարող եմ բժշկի տվյալներ